Տան չեմ կարծում, թե եղել է իշխանություն, որի քաղաքական կուրսը եղել է անդադ պատերազմների մեջ գտնվելը։ Իդեպ ես նաև հասկանում եմ ձեր հարցադրման կոնտեքստը, որովհետև ինքը հանրային քաղաքական դաշտում բավականին ակտիվ է, խաղաղություն եւ պատերազմ, այո, համատեքստում։ Անկեղծ ասած, դժվար եմ պատկերացնում մի ուժի Հայաստանում, ով կհայտարարի, որ ինքը վերցրել է պատերազմ մղելու քաղաքական կուրս եւ Հայաստանի զարգացումը կամ բարօրությունը տեսնում է պատերազմի պայմաններում։ Այլ բան է, թե խաղաղության կառուցումը ինչպես է տեղի ունենում։ Երեք այդ դեպքում ո՞ր ձևակերպում անենք, պատերազմից խուսափելու կուրս։ Դե այս իրավիճակում երկու հիմնական խնդիրներ են առաջ գալիս։ Ստեղծել իրավիճակ, որի պայմաններում փոխադարձ զիջումների տակ Հայաստանի զիջումը բերի մի իրավիճակի, երբ Ադրբեջանի համար պայմանավորվածությունների խախտումը կամ հնարավոր ռազմական գործողությունների սանձազերծումը կամ նույնիսկ դրա սպառնալիքը կարող է շատ ավելի հեշտ լինել։ Ես ինչ եմ սա ասում, որովհետև կան իրավիճակներ, հատկապես երբ որ խոսքը վերաբերում է ադրբեջանական մխրճումներին Հայաստանի Հանրապետության տարածքում, երբ որ օրինակ իշխանությունը ասում է, որ այս թեման մեր համար դելիմիտացիայի շրջանակներում կարգավորող հարց է, իսկ այն դեռևս հստակ չէ, թե որ փուլում կամ քանի տարի հետո տեղի կունենա։ Իմ համար օրինակ խնդրալից այն հանգամանքը, որ Ադրբեջանը 21-22-23 թվականներին գնալով ագրեսիայի, ըստ էության նաև իր համար բանակցային գործընթացում ստեղծել է ավելի ուժեղ դիրքեր եւ նաև վերևից որոշակի թելադրողի կարգավիճակ։ Եվ այս պայմաններում իմ պնդումը կամ այսինքն այն դիրքերը, որոնք գրավել է 20 թվականի պատերազմից։ Իդեպ Ադրբեջանը նաև սրա մասին ակնարկում է, որ դա իրենց համար նաև հնարավորություն է եղել այս տարիներին հասնելու իրենց համար ցանկալի ելքի։ Եվ այս պայմաններում, երբ որ այդ իրողությունները դառնում են գերիշխող կամ դրանք տեղ են գտնում բանակցային գործընթացում, իսկ կողմերը դրանք բնականաբար օգտագործում են, քո բանակցային դիրքում լինելը բնականաբար շատ ավելի քիչ շահավետ է, քան կարող է լինել այլ պայմաններում։